Բարի լույս։ Սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ գալով ցույց տվեց ոչ միայն իր պատրաստությունը մարդու փրկության համար, այլ նաև խոսեց այն թագավորության մասին, որ իրեն է պատկանում։ Այո, երկնային թագավորությունը մեր Տիրոջն է։ Եվ երբ հարցրեցին ասելով, թե դու որտեղի թագավորն ես, ասաց իմ թագավորությունը այստեղից չէ։ Տերը թագավոր էր, հավիտենական թագավոր։ Եվ այս իմաստով նաև ունի իշխանություն եւ բացարձակ իշխանություն։ Ինչ է կարծում, եթե նա արարչության թագավորն է, եթե նրան է պատկանում ամբողջ արարչությունը, արդյոք իշխանություն չունի արարչության վրա։ Իհարկե ունի։ Բայց տեսեք, թե մարդը որքան է կուրացած, որ նեղ սահմանների մեջ է դիտում Հիսուս Քրիստոսին եւ փորձում է հասկանալ, թե ինչ սահմանների մեջ է տեղավորվում Քրիստոսի իշխանությունը, որին փորձի արգելք հանդիսանալ ըստ իր ունեցած պատկերացումների եւ սահմանաչափումների։ Խոսքս ավելի պարզացնեմ Ղուկասի ավետարանի 20-րդ գլխի ընթերցմամբ։ Եվ այն օրերից մեկում մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ ավետարանում, վրա հասան քահանայապետներն ու դպիրները ծերերով հանդերձ եւ ասացին նրան. ասա մեզ, դու ինչ իշխանությամբ ես անում այդ, կամ ով է որ քեզ տվեց այդ իշխանությունը։ Հիսուսը պատասխան տվեց նրանց եւ ասաց. ես էլ ձեզ մի բան հարցնեմ եւ դուք ինձ ասեք. Հովանեսի մկրտությունը երկնքից էր թե մարդկանցից։ Եվ նրանք իրենց մտքում խորեցին եւ ասացին. եթե ասենք երկնքից էր, կասի իսկ ինչու չհավատացիք նրան։ Եվ եթե ասենք մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետեւ իրենց մտքում Հովանեսի մասին հաստատ համոզում կա, որ նա մարգարե է։ Եվ պատասխան տվեցին, թե չգիտեն որտեղից է։ Եվ Հիսուսը նրանց ասաց. ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս։ Ուրեմն տեսեք քահանայապետերի եւ դպիրների կարճամտությունը։ Ասում են ինչ իշխանությամբ ես անում կամ ով տվեց քեզ այս իշխանությունը, որովհետեւ իրենք այդպես էին ապրում։ Իրենք սահմանաչափված, սահմանավորված վիճակի մեջ էին ապրում։ Իրենք գիտեն, որ իրենց իշխանությունը կամ Հերովդեսն է տվել, կամ կայսրն է տվել։ Դրանից ավել իշխանության ստանալու տարբերակ իրանք չէին էլ պատկերացնում։ Որքան ցածր էր մարդկային միտքը Աստծո այդ համեմատության մեջ։ Չէին կարող հասկանալ, որ աստվածային իշխանությունը վեր է բոլոր տեսակի իշխանություններից։ Այսօր սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոս նույն իշխանությամբ շարունակում է մեզ հովել եւ առաջնորդել եւ տանել դեպի փրկություն։ Սակայն երբեմն մարդը մոռանում է, որ Տիրոջ իշխանությունը վեր է ամեն բանից եւ փորձում է ճղճի նեղ, ավելի տգար իշխանության ճնշումների կամ ինչ որ մի վիճակի մեջ տեղավորվել, կարծելով, որ դա լավագույնն է իր համար։ Ուրեմն սիրելիներս, Քրիստոս մեզ այսօրվա խորհրդով սովորեցնում է տեսնելու ճշմարիտ իշխանությունը, բարձրագույն իշխանությունը, այն կարևոր իշխանությունը, որով մարդը ձեռք է բերում ազատություն եւ իհարկե հավիտենություն, դառնալով այդ հավիտենական թագավորության մի մասնիկ։ Ընտրությունը մարդունն է, ընտրությունը մերն է։ Արդյոք ճանաչելու ենք Տիրոջ իշխանությունը, թե փորձելու ենք այն տեղավորել մեր սահմանափակված մտքի եւ մեր ընտրված ճանապարհների մեջ, կարծելով, որ դա ավելի հարմար է մեզ։ Աստված գիտի, թե յուրաքանչյուր քրիստոնյա ինչ ընտրություն կանի, բայց մեզ համար կա մի հստակ կարևոր դոգմա. Տիրոջ իշխանությունը վեր է ամեն բանից։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։